Case-ի բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2025-ի գալամիջոցառումն ավանդաբար տեղի ունեցավ Դիլիջանում, Հայաստանի կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում։ Byblos Bank Armenian արդեն 3-րդ տարին անընդմեջ կանգնած է գործնական գիտելիք սովորեցնող մրցույթի կողքին, այս տարի որպես ռազմավարական գործընկեր։ Բացի այդ համագործակցության 3 տարվա ընթացքում բանկը ֆինանսավորել է Case-ի հավաքական թիմի մասնակցությունը 4 հեղինակավոր միջազգային մրցույթի։ Նման նախաձեռնությունների միջոցով Byblos Bank Armenian նպատակ ունի օգնել ձևավորել ուսման ավելի լավ մթնոլորտ նոր սերունդների համար, նշում է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։ Ես ուրախությամբ կարող եմ նշել, որ տարին տարվա վրա մենք տեսնում ենք ծրագրի հաջողությունը, ուսանողների շրջանում գիտելիքի, հմտությունների աճի տեմպը, արդեն կարող եմ վստահորեն ասել, որ Case-ի ծրագրով անցած ուսանողները ունիկալ մասնագիտական հմտություններ են ձեռք բերում, որոնք շուկայում նրանց չափազանց մրցունակ են դարձնում։ Case-ի մրցույթը յուրահատուկ ձևաչափ է, որի մասնակիցներն աշխատում են իրական բիզնես խնդիրների վրա, ներկայացնում են ռազմավարական լուծումներ ու հաստատում օգտակար ծանոթություններ տարբեր ոլորտներում առաջնորդների հետ։ Մենք շատ կարևորում ենք նման տիպի նախաձեռնությունները, որովհետև բացի տեսական գիտելիքներից մեր մասնակիցները Case-ի մրցույթի նաև ստանում են գործնական կիրառության համար շատ մեծ պիտանելիություն ունեցող մեծ բազային գիտելիքներ, այսինքն իրանք լուծում են բիզնես քեյսեր, շփվում են միմյանց հետ, սովորում են ինչպես աշխատել թիմերում, սովորում են ոնց մոտենալ բարդ խնդիրների լուծմանը, սովորում են մեթոդաբանություն։ Ուստի ես կարծում եմ, որ շատ լավ նախաձեռնություն է ու կենտրոնական բանկը մշտապես աջակցել է ու շարունակելու է աջակցել նման նախաձեռնությանը։ Մրցույթը զարգանում է, մասնակիցների թիվը աճում ամեն տարի, դիմումների թիվը հատել է 800-ը։ 2025-ին մրցույթին միանալու հնարավորություն է ստացել 20%-ով ավելի ուսանող նախորդ տարիների համեմատ։ Այս տարի բացի Case-ի քոուչներից երիտասարդների հետ աշխատել են նաև 2 միջազգային էքսպերտ Լիբանանից եւ Միացյալ Նահանգներից։ Այս տարի Case-ին համախմբում էր 20 թիմ Երևանից, Գեղարքունիքից, Տավուշից եւ Շիրակից։ 6 ամիս շարունակ ավելի քան 200 մասնակիցներ սովորել են իրարից ու իրար հետ, աշխատել են իրական բիզնես խնդիրների վրա ու ստացել գործնական գիտելիքներ։ Վերջին գլխավոր Case-ի բոլոր լուծումներից ընտրվել են 5-ը, որոնցից մեկը ճանաչվել է լավագույնը, իսկ այն ներկայացրած թիմը մրցույթի հաղթող։ Շատ ուրախ ենք, իրականում ավելի շատ հոգնած ենք, քան ուրախ ենք ներկա պահին, իմ կարծիքով, բայց չեմ էլ ասի, որ լրիվ անսպասելի հաղթանակ էր, որտեղ իրականում եթե օբյեկտիվ գնահատենք, թիմը միանշանակ պրոգրես ենք ցույց տվել բոլորս, անխտիր, ամիսների ընթացքում միանշանակ զարգացում ա եղել։ Case-ին միայն մրցույթ չէ, այն գործընթաց է, որի ընթացքում մենք զարգացրինք մեր արագ մտածողությունը, թիմային համագործակցությունը եւ վստահաբար կարող եմ ասել, այն կարող է օգնել ինձ նաեւ իմ մասնագիտական աշխատանքի մեջ։ Case-ի հիմնական առաքելությունը ուսանողների մեջ քննադատական մտածողություն եւ բարդ խնդիրները շերտ առ շերտ վերլուծելու կարողություն ձևավորելն է, նշում է մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանը։ Բացի մեր ազգային բիզնես խնդիրների լուծման մրցույթից մենք նաև հայկական թիմով գնացել ենք եւ մասնակցել ենք 3 միջազգային մրցույթների եւ բավականին լավ ելույթ ենք ունեցել մրցելով աշխարհի top 50 համալսարանների թիմերի հետ եւ 3-ից 2-ում մենք հասել ենք եզրափակիչ եւ մեկում մենք ճանաչվել ենք ամենամեծ Case-ի ամենաբարձր արդյունք ցույց տվող թիմը։ Գալամիջոցառման ժամանակ հայտարարվեց, որ 2026 թվականին նույնպես Case-ի հավաքական թիմը կներկայացնի Հայաստանը Եվրոպայում անցկացվող բիզնես խնդիրների լուծման առաջատար մրցույթի կրկին Byblos Bank Armenia-ի ֆինանսավորմամբ։ Կրթությունը Byblos Bank Armenia-ի առանցքային կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությունն է։ Բանկը ոչ միայն ֆինանսավորում է յուրահատուկ նախագծեր, այլև տրամադրում է կրթաթոշակներ եւ հովանավորում կարևոր գրքերի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը։